Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Եթե ընդդիմադիր գործարարի նախաձեռնած վերահաշվարկների արդյունքում պակասող քվեները լրացվեն ու Բարգավաճ Հայաստանը խորհրդարան մտնի, մանդատներ կկորցնի քաղաքացիական պայմանագիրը, զգալի թուլացնելով դիրքերը ազգային ժողովում։ Փաշինյանի կուսակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, ինչի հետևանքով չի կարողանա միայնակ առանց ընդդիմադիրների ձայների ընդունել սահմանադրական օրենքներ, հաստատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը։ Արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին, Ծառուկյանի խոսնակը ասել է, թե մինչ Բարգավաճ Հայաստանը վերահաշվարկներով փորձում է վերականգնել արդարությունը, վարչապետը պիտակներ է հնչեցնում։ Ի վերջո ինչն է պետք հերքել՝ ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությունը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությունը, որ արդեն հերքել եմ, Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց տարիներ առաջ խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Իրավապահները հաշվի չառան, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը դեռ պատգամավորի թեկնածու է ու առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության մեղադրանք առաջադրեցին գործարարին։ Ծառուկյանն այդ օրը ցանկացել էր մեկնել երկրից, սակայն նրան օդանավակայանից հետ էին ուղարկել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է հայտնել գործի մասին։ 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում, նաև վարելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել, վաղուց քրեական գործ կա հարուցված, եւ այդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր քննչական կոմիտեն, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել։ Զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո եկա այդ կետին։ Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա, որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մինչդեռ տեսնում է ուղիղ կապը հետընտրական զարգացումների եւ քրեական այս գործի միջև։ Երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական process-ները, ինձ թվում է այդ հարցի պատասխանը պարզ են դարձնում։ Քանի իրավապահները կքննեն այս գործը, վարչապետը, որ ընտրական ամբողջ շրջանում սպառնում էր բանտ ուղարկել Ծառուկյանին, շքեղ առանձնատունն էլ դարձնել ծերերի խնամքի կենտրոն, այսօր հիշել էր դատական ավելի հին գործ։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Ըստ մեղադրանքի Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում կա շարքեր բաժանել, չանցած 6 տարի նա արդարացվեց, իսկ դատավորն այսօր էլ պաշտոնավարում է։